Պաշտպան հայրենյաց ծրագրով զինված ուժերում ծառայություն անցնող զինծառայողների համար կառավարությունը նոր պատվովճարներ է սահմանել։ Կառավարության հերթական նիստում նախագիծը պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն է ներկայացնում։ Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափերը, 2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 1.5 միլիոն դրամի չափով, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 5 միլիոն դրամի չափով։ Փոփոխվում է նաև ծրագրով պայմանագրային ծառայության անցնելու դիմում ներկայացնելու ժամկետը։ Ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Կարող են բարձրանալ թանգարանային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը։ Նոր նախագծով նախատեսվում է պետական թանգարանային աշխատողների ատեստավորման համակարգի կատարելագործում, ինչպես նաև ատեստավորումը հաջողությամբ անցած աշխատակիցների համար հավելավճարների տրամադրում։ Մշակվել է եւ հաստատվել է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգը, որը հաստատված է նախարարի հրամանով եւ արդեն իսկ պաշտոնապես հրապարակված է, եւ այժմ նաև հատկացնելով անհրաժեշտ միջոցները մենք կկարողանանք թանգարանային ոլորտում մեկնարկել ատեստավորման գործընթացը, որը իրենից կներկայացնի բանավոր եւ գրավոր թեստավորման փուլերի համակցություն եւ նաեւ հուլիսից սկսած արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ։ Մոտ 583 թանգարանային աշխատողների ամսական եկամուտը միջինում կավելանա 68,000 դրամով կամ 57%-ով։ Արդյունքում միջին ամսական մոտավոր աշխատավարձը 130,000 դրամից կհասնի մոտ 200,000 դրամի։ Այս համակարգը փորձել ենք ձևավորել այնպես, որ ըստ էության թանգարանային աշխատողների մեծամասնության համար հասանելի կդառնա նաև ատեստավորման հաղթահարման պարագայում առողջապահության ապահովագրության համակարգից օգտվելը, ինչը լրացուցիչ երաշխիքներ կընձեռի նաև այս ոլորտի աշխատակիցների համար։ Այս ծրագրի համար անհրաժեշտ վերաբաշխման չափը կազմում է 151,8 միլիոն դրամ։ Հաջորդիվ գրադարանային համակարգում ևս ատեստավորման համակարգ կներդրվի։ Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության ընդամենը 50,000 դրամ վճարելով։ Վարորդի իրավունքի ձեռքման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո բնականաբար քաղաքացիները որպես կանոն 1 տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից։ Այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը։ Ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել եւ վճարելով պետական տուրք, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50,000 դրամ, վերականգնել իրենց իրավունքը առանց որակավորման քննությունների միայն 1 անգամ եւ դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան տալով խիստ սահմանափակ թվով բալեր, որը 6 տուգանային բալային համակարգն է ըստ էության։ Երկրորդ եւ հաջորդ անգամ զրկվելու պայմաններում վերականգնման ռեժիմը բացառապես քննությունների եղանակով է։ Մենք անծայրածիր հնարավորություններ չենք տալիս, շատ խիստ սահմանափակ միավորներ ենք տալիս, ընդ որում 1 տարվա տրամաբանության մեջ եւ փորձաշրջանի ավարտից հետո, եթե ամեն ինչ արդեն ընթանում, անձը գալիս է ստանդարտ ռեժիմին, որը 13 բալային միավորն է, այսպես ենք սխեման նախատեսել։ Պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման շերտի կառավարման, ստեղծման եւ օգտագործման կարգում նորամուծություններ են սպասվում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը իրականացվի X-ROAD կոչվող բաց կոդով ճարտարապետությամբ, որը բարեհաջող գործարկվել եւ գործարկվում է Էստոնիայում, Ֆինլանդիայում եւ համարվում է առաջատար մոդել։ Համակարգը թույլ կտա բացառել պետական մարմինների տվյալների կրկնօրինակումը, ստեղծելով անվտանգության, գաղտնիության ապահովման նոր որակ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։